Դեկտեմբերի 20-ից 21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն ստացավ 350 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխա ունեցող 67 ընտանիք։ Հրազդանում իրականացված մարդասիրական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը կազմակերպել է ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպությունը Եվրասիա ԻՕԱԿ-ի հետ համատեղ։ Ռուսաստանը ձեզ հետ է ծրագրի շրջանակում։ Прежде всего мы концентрируем свои усилия для того, чтобы Ամենից առաջ մենք մեր ուժերը կենտրոնացնում ենք, որպեսզի տրամադրենք պարենային եւ հիգիենիկ պարագաների փաթեթ բազմազավակ ընտանիքներին։ Այն ընտանիքներին, որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանիքներին, որոնք զրկվել են կերակրողից ռազմական կոնֆլիկտի հետևանքով, ընտանիքներին, որոնց անդամներից ստացել են վիրավորում պատերազմական գործողությունների ժամանակ եւ միայնակ թոշակառուների։ Ռուսական մարդասիրական առաքելությունը 2010 թվականից իրականացնում է մարդասիրական, բժշկական եւ կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի բնակչությանը։ Այս ընթացքում հասցեական օգնություն է տրամադրվել ավելի քան 5500 ընտանիքի Հայաստանի եւ մի շարք մարզերում բնակվող Արցախից տեղահանվածներին եւ հատկացվել է ավելի քան 6000 մարդասիրական հավաքածու։ Половое содержание набора туда входят продукты. Փաթեթների մեջ մտնում են մթերքներ, որոնք հնարավոր է երկարաժամկետ պահպանել։ Դրանք պահածոյացված մթերքներ են, մակարոնեղեն, հատիկեղեն, կան տարբեր պարագաներ, շամպուն, օճառ, լվացքի փոշի, մանկական փաթեթում կան իրեր, որոնք մենք ձեռք ենք բերում Ռուսաստանի Դաշնությունից։ Շնորհիվ Պաշտպանության նախարարության, որն արձագանքեց մեր խնդրանքին, մենք կարողացանք այդ ապրանքները բերել այստեղ։ Կան ռուսական արտադրության մանկական կերեր, հիգիենիկ պարագաներ երեխաների համար։ Լայն սպառման փաթեթ է, որը թույլ կտա ընտանիքներին 1 ամիս կարգավորել բնականոն կենսակերպը։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնությունն օգնում է բոլոր այն երկրներին, որոնք խորը մշակութային եւ բարեկամական հարաբերություններ ունեն իրենց հետ։ Իրենք տրամադրում են օգնություն այնտեղ, որտեղ ամենից շատն է հարկավոր։ Եվրասիա միջազգային կազմակերպության կամավորների թիմի ղեկավար Արամ Ղուկասյանն ասաց, որ ավելի քան 200 կամավոր ամենօրյա ռեժիմով կատարել է աշխատանք, պահեստներում են աշխատել, մասնակցել են հումանիտար օգնության տրամադրմանը։ Նա նաև ներկայացրեց, թե ինչպես են իրենց գտնում աջակցության կարիք ունեցող անձինք։ Հիմնականում մենք ստեղծել ենք կայք, որտեղ որ իրենք կամավոր կերպով են գրանցումները իրականացրել, նշելով իրենց ընտանեկան կարգավիճակը կատեգորիան, նաև կան համայնքապետարաններ, ովքեր որ սիրով աջակցել են եւ փորձել են հնարավորինս կերպով համակարգել նաև իրենց կողմից ինչ որ մի կերպ տրամադրեն ինֆորմացիա, որպեսզի մենք կարողանանք քաղաքացիների հետ նույնպես կապնվենք եւ հումանիտար օգնություն տրամադրենք։ Մենք հնարավորություն ենք տվել քաղաքացիներին, ովքեր որ գրանցվում են, նշել թե ոչ թե որ քաղաքում են իրենք բնակվում, այլ որտեղից է իրենց հարմար ավելի մոտիկ ստանալը։ Այնտեղ կա քաղաքների ցուցակ, այսինքն մի քանի քաղաքների, փոքր քաղաքների, գյուղերի բնակիչներ, ովքեր Հրազդանի հարակից շրջաններում են բնակվում, նշել են Հրազդան քաղաքը եւ նույնպես եկել եւ պիտի գան եւ ստանան հումանիտար օգնություն։ Արամ Ղուկասյանն ասում է, որ առաջին հայացքից փոքր թվացող օգնությունն իրականում շատ մեծ կարևորություն ունի եւ քաղաքացիներն իսկապես ունեն դրա կարիքը։ Նա նշում է, որ այս կերպով նաեւ ցույց են տալիս այդ քաղաքացիներին, որ նրանք անտեսված չեն, նրանց մասին մտածող կա։ 14-ամյա Հայկ Ավանեսյանը տեղահանվել է Արցախից, շուշեցի է։ Նա ոչ միայն ծրագրի շահառու է, այլ նաև կամավոր կերպով մասնակցել է նախապատրաստական աշխատանքներին։ Նաև օգնում է կազմակերպիչներին փաթեթները բաժանել շահառուներին։ Ասում է, իրենք էլ շատ դժվարություններ ունեն։ Տան խնդիր, ծնողները սկզբում չեն կարողացել աշխատանք գտնել, բայց փորձում են հարմարվել։ Սիրել է Հրազդանի շրջանը, ցանկանում է շարունակել ապրել այնտեղ։ Կամավորական ցանկացել եմ դառնալ, որպեսզի օգնեմ մարդկանց եւ նրանց ընտանիքներին։ Երեք մոտավորապես 4 մեքենա մեծ դատարկել ենք այս տոպրակները։ Ես այդ ամենը արել եմ իմ ցանկությամբ, լավ էմոցիաներ է եւ լավ հիշողություն է։ Վահրամ Սարգսյանը 6 հոգանոց ընտանիք ունի, բայց տանն ապրում են 12 հոգով։ Նշում է, պետության աջակցության ծրագիրը շուտով կավարտվի եւ այդպիսի ծրագրերը շատ կարեւոր են։ Ցանկանում է քաղաքացիություն ստանալ, որ գոնե տան խնդիրը լուծի, բայց գործընթացը շատ երկարատև է, ասում է, մինչեւ բոլոր թղթերը կարգավորում ես, ամիսներ են անցնում։ Ծրագրի մասին էլ իմացել է համացանցից, շահառու է դարձել որպես բազմազավակ ընտանիքի հայր։ Կարևոր որ մեր Ղարաբաղցի ժողովրդին օգնողներ կան,
Ես շատ գոհ եմ բոլորից, անմիջապես ով ում օգնում է, կապ չունի։ Այնքանով, որ ես արդեն պիտի մի 3 օր աշխատեմ, որ ես օգնությանը համապատասխան մեր տան այս կարիքը հոգամ։ Նոնա Յաղուբյանը Մարտակերտ քաղաքից է տեղահանվել։ Օգնություն ստանալու եկել էր երեխայի հետ։ Ասում է, բոլորին էլ օգնություն հարկավոր է։ 5 երեխա ունի, աշխատանքի խնդիր կա։ Այս պահին ոչ ոք չի աշխատում։ Ամուսինն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում աշխատել։ Շնորհակալ ենք իհարկե ավելի մի քիչ մեղմելու, այս դժվարին իրավիճակին ցանկացած էլ եմ ասում, ցանկացած օգնություն, ցանկացած միայն ամենաչնչին բանն էլ, որ ժողովրդի համար թվում է դա մի չնչին բան է, մեր համար իրոք էլի կողքից օգնությունն է, որ մի փոքր մեղմացնում է, մի փոքր ավելի թեթևացնում է մեր հոգսը։ Հրուշակ Ազատյանի որդին ու թոռը զոհվել են Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի հետևանքով։ Թոռը 19 տարեկան էր, որդին 45։ Հրաստանում են ինքը, հարսը եւ 2 անչափահաս թոռները։ Ասում է, օգնությունը շատ կարեւոր է։ Այս պահին բոլորն էլ դրա կարիքն ունեն։ Ինչ անենք, հետ բաց ու ճանապարհ չկա, պիտի ապրենք, որ ուստեղ չունենք։ Թեթևացում, ծախսերը թեթևացում։ Ամենաշատը ինչի կարիք ունեք, բայց Ամեն ինչ։ Փախած եկած մասկ։ Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին եւ իրականացվում է մի քանի փուլով։ Ըստ պլանի պետք է շարունակվեր մինչեւ դեկտեմբերի վերջ, սակայն որոշում է կայացվել շարունակել աջակցությունը 2026 թվականին նույնպես։ Հաջորդ կանգառը կլինի Սյունիքի մարզը։